2012 թվական նոյեմբերի 10 ճամփան Սևան է տանում ու ետ է բերում լճի դյութանքով ապրած մեր ամառները, երբ արևը մեկ լեռների հետևում է, մեկ էլ ծովի մեջ, իմ, քո, բոլորի ու Հրաչ Բեգլարյանի Սևանը։ Եթե երբևէ Սևանի թերակղզու գագաթից նայել ես լճին ու տեսել, թե առավոտից մինչև կեսօր քանի երանգ է փոխում այն, եւ փորձել ես հաշվել, թե կեսօրից մինչև մայրամուտ քանի հագուստ է փոխում, կհասկանաս, թե ինչու եմ սիրում Սևանը։ Եթե կյանքիդ գոնե մեկ օրը կամ օրվատ մի քանի ժամը անց ես կացրել Մաշտոցներում, խմել ես աղբյուրի կենարար ջուրը եւ հայացքիդ մեջ ես առել Լեռնաստանն ու Սևանալիճը, համոզված եմ կհամաձայնես, որ աշխարհի եւ ոչ մի Շվեյցարիա չի կարողանա իր գեղեցկությամբ մրցել Սևանի հետ։ Եվ եթե գեթ մեկ անգամ մտել ես Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցի եւ աղոթքի համար հայացքդ հառել ես երկինք, չես կարող չհավատալ հրաշքներին, չես կարող սիրտդ կողբ ու գոց պահել այս լեռնաշխարհի հանդեպ։ Նոյեմբերի 10-ն է, լույսն առավոտի։ Սևան քաղաքը լցված մի սիրտ էր ու բաց դասագիրք թերթողի համար։ Թե նախաստեղծ այս հողի մեջ ինչ լեգենդներ կան ջրերի մասին եւ ջրից ելնող ինչ նժույգներ են վրնջում մեր մեջ։ Թող որ իմանաք, թե ինչպես մի օր այս ճանապարհին, չգիտեմ բայց երբ եւ Աստծո տարվա որ եղանակին, Նովիկ Դարփինյան նվիրյալ որդին Սևան աշխարհի, իր սլացքի մեջ աչքով է տեսել, թե ծովի միջից ոնց է դուրս եկել Քուրկիկ Ջալալին ու սուրացել է զարիթափ ափով։ Չէ, դեպ նայադի պես հմայող ծովն են սուրացել դդմաշենից փախած նարնջագույն Զամբիկն ու հավերժական Ալխոն։ Այս էր, եւ հիմա դոփում վրնջում են իմ մեջ ճշմարտության ձիեր պարտքի ու հավատարմության, սիրո ու գեղեցկության, խղճի ձիեր ցասման, եւ ես ուզում եմ հիմա բանաստեղծի պես ձիեր տեղափոխել իմ միջոցով ձեր մեջ, որ ձեր մեջ էլ դոփեն ու վրնջան ձիեր։ Դուք ձեր սլացքով, ձեր զրույցներով, Սևանի սիրով տես թե ուր տարաք, Նովիկ ու Հրաչ, հերու ընկերներ։ Մինչդեռ քաղաքի օրն էր եւ քաղաքի կենտրոնում ծուփ դրոշներով աղջիկների, հպարտ ու ձիգ տղաների խմբերը շուրջանակի բոլորվել ու գրկել էին իր միջոցով մեր մեջ ցասման ձիեր տեղափոխող Վլադիմիր Կարապետյանի Անդրին եւ ճառագայթի նման օրվան էր ձուլվում քաղաքի օրնյալ զավակի օրնյալ պատմությունը։ Հատուկ գնդի հրամանատար Վլադիմիր Եղիշի Կարապետյանը ծնվել է 1956 թվականին Սևան քաղաքում, ավարտել է տեղի Գորկու անվան միջնակարգ դպրոցը, զինվորական առաջին ուսումնառությունը ստացել է Որոշիլովի անվան բարձրագույն սահմանապահ քաղաքական ուսումնարանում։ 80-ականներին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 92 թվականի հունվարին արդեն հատուկ գնդի հրամանատարն էր, երկու դստերհայրը զոհվեց նույն թվականի հունիսի 17-ին, մարտական գործողությունների ժամանակ, որն ընթանում էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ներձակայքում։ Իսկ վաղճանին նախորդեց մի ամբողջ կյանք եւ երթումը։ Նախարար սահմանապահ գնդի Կարապետյան։ Ազատամարտի հրամանատարի եւ զինվորների պատմությունով է այո հունցվել քաղաքի տարեգրությունը, որ Պապ Հարությունյանը եւ մյուսները մանրամասնել են համայնքի պաշտոնաթերթում։
170 տարի առաջ 1842 թվականի աշնանը ռուս աղանդավորների 20 ֆուրգոնից բաղկացած մի շարասյուն Վրաստանից գաղտնաբար դուրս գալով անցավ Սեմյոնովկայի լեռնանցքը, կանգ առավ Հրազդան գետի արանքում ցամաքի մի ընդարձակ լեզվակի վրա։ Ապա սևանապաշտները առանձնացրել են քաղաքի անվան ստուգաբանությունը։ Բայց եթե խորանանք մենք մեր պատմության պարունակներում, պետք է որ թերթենք դարերի հեռուն, հասնենք Ուրարտու, տեսնենք քարակոպ ինչ հրովարտակներ էին կարդում հայ արքաները, կամ ինչ են թողել նախնիկ պատվական մեր այս սիրելի եզերքի մասին։ Հեռուն չգնանք, պարզապես քայլենք քայլողների հետ, պարզապես ապրենք քաղաքի օրը, շեփորող, կանչող, բազմաէջ, լեցուն։ Բայց սպասեցեք, բոլոր խոնարհումներից առաջ ու հետո քաղաք մտնողը ավանդական աղ ու հացի պտղունցների մեջ է զգում հողի դողը, հողի շնչառությունը եւ տեսնում ինչպես է բացվում հողի մեջ սերմի ակոսը եւ թող որ հիմա անցյալն ու ներկան վերիմաստավորի համայնքի ղեկավարը։ Մարդկաց նման քաղաքներն էլ ունեն իրենց տարիքն ու կենսագրությունը։ Սևանը հավերժից եկած ու հավերժին ուղված երկ է, որի ամեն մի քարին, ամեն մի շենքին կարծես փորագրված լինի մեր կենսագրությունը, որը քաղաքի պատմությունն է, նրա անցած ճանապարհը, ներկան ու ապագան։ Եվ որքան անաղարտ է այդ ճանապարհը, այնքան հպարտ է նրա բնակիչը, շինարարն ու մտավորականը, ուսանողը, դպրոցականը եւ նոր իր քաղաքի պատմության էջերը թերթող երեխան։ Ճշմարիտ խոսք է, ծառն ամուր իր արմատներով եւ որքան խորն են այդ արմատները խրված հողի մեջ, այնքան կանգուն է այդ ծառը։ Սևանի առաջին բնակիչները, ռուս մոլականները 19-րդ դարի 40-ական թվականներին այս հողի վրա ամուր գծեցին քաղաքի հիմքերը եւ սերունդերին կտակեցին գեղեցիկ մի բնակավայր։ Այսօր մենք շնորհակալություն ենք ասում Սևանի առաջին բնակիչներին։ Հավերժ փառք
նրանց, ովքեր կառուցեցին Սևանը, ովքեր այսօր էլ կառուցում են Սևանը։ Հավերժ Փառք հայրենի հողի, Սևանի համար ընկած բոլոր հայրենիներին, որոնցին շատակը միշտ վառ է մնալու մեր սրտերում։ Նախաձեռնելով Սևանի տոնակատարության անցկացումը, որ հետայսու դառնալու է ավանդական, մեր նպատակն է, որ այն դառնա սևանցիների միասնության խորհրդանիշը, որ մենք պարտք ունենք մեր քաղաքի հանդեպ։ Եվ իմ ցանկությունն է, որ ձեզանից ամեն մեկը օրվա մեջ գոնե մի քանի րոպե ապրի Սևանով ու նրա հոգսերով եւ մասնակիցը դառնա այդ հոգսերի թեթևացմանը։ Սիրենք Սևանը ու պարտք ունենք, որ սևանցի ենք, որովհետեւ այստեղ ալեկոծում համայն հայության լիճը, մեր ներկայի ու գալիքի, մեր ուսերի առավատչան, ուրեմն շնորհավոր տոնը Սևան։ Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի սևանցիներ։ Շնորհավոր տոնը իմ քաղաք։ 1979 թվականին Սևանը ստացավ տարածքային կենտրոնի կարգավիճակ եւ այս անգամ բնականաբար քաղաքին հաղորդվեցին տարածքային կենտրոնի զարգացման տեմպեր։ Այս երկու հատակագծերով էլ նախատեսված բոլոր աշխատանքները, ձեռնարկումները ժամանակին կատարվել են։ Հիմա կրկին անհրաժեշտություն է առաջացել վերադառնալ 1974 թվականի հիմնահարցին, այսինքն քաղաքը պետք է զարգանա որպես առողջարանային ու տուրիզմի քաղաք։ Մենք աքսորավայրը վերածում ենք միջազգային հանգստավայրին։ Սա է սևանցիներից մեծ խորհուրդը եւ ինչու՞ չէ, նաեւ պատմական առաքելությունը։ Մեր ծովը վերածնունդ է ապրում, իրեն վերադարձնելով իր նախկին ափերը։ Սևան քաղաքն էլ իրեն վերադարձնելով իր նախկին քաղաքապետին վերածննդի սպասում ունի։ Եվ մենք վստահ ենք, որ այդ սպասումը լիովին կարդարացվի մեր քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի շնորհիվ, որին այսօր մենք հանձնում ենք ոչ թե սոսկ մեր քաղաքի, այլ պարոն Ղուկասյան, մեր բոլորիս հավատի բանալին։ Ռուդիկ Ղուկասյանը ավելին արեց. «Պեղենք ասաց, իմ քաղաքը շարադրությունով լսենք դպրոցականներին եւ լսեցին ու անմոռաց տողերը առանձնացրին։ Քո ջահելության գաղտնիքն էլ գիտեմ, սեր է նրա անունը, քեզ սիրում են քո գրկում ապրող մանուկն ու տարեցը, բոլորը, քեզ կյանք պարգևող, քեզ կառուցող ճարտարապետը, քարտաշ վարպետն ու նկարիչը։ Ես քո մի մասնիկն եմ, իմ սիրելի Սևան, քո գրկում եմ ծնվել, ապրել, շնչել մաքրամաքուր, զով օդդ լողացել ու կոփվել, չքնաղ լճում, քայլում եմ փողոցներով ու սիրտս լցվում է ջերմությամբ, չէ որ սա է աշխարհի իմ փոքրիկ անկյունը, ուր հյուսվում է իմ մանկության ու պատանեկության հեքիաթը։ Խոստովանում է 8-րդ դասարանի աշակերտ Աշոտ Միլիտոնյանը։ Լսեք, թե ինչ է ասում 12-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Թորոսյանը։ Զարթնեց աշխարհը, երկնքի հեքիաթային պարտեզների միջից դուրս լողաց արևը, հուրհրացին ամեն թերթ ու փերթ, ամեն քար ու գուղց, որովհետև գիշերը ադամանդի փոշի էր շաղ տվել բոլոր նրանց վրա։ Լեռները երկյուղած ուխտավորների անծայրածիր քարավանով հսկում են լճի անդորը, բնությունն անտեսանելի գավազանով արծաթել է ալիքները, ճայն իր հարսանեկան տանգոն է փորձում այդ ալիքների սիմֆոնիայի տակ, բազեն ակնապիշ հետևում է ծվարած լեռան ծերպին։ Արևը գունավորում է լեռների թիկունքից, ոսկևորում աշխարհը եւ այդ կախարդական աշխարհի անձեռագերտ ապարանքը, իմ քաղաքը։ Այդ օրը Սևանը սեր էր, խոստովանանք էր ու սրտի խոսք էր։ Նաիրա Հովսեփյան, Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության նախագահ, այսօր մեր երիտասարդական ակումբի բոլոր կամավորները հավաքվել են այստեղ եւ նշում ենք մեր Սևան քաղաքի օրը։ Ասեմ, որ շատ ուրախ ենք այս միջոցառմանը մասնակցելու, մենք ողջավորությամբ մեր երիտասարդները գալիս են եւ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի միջոցառումը ավելի աշխույժ եւ ողջավորված անցնի։
Սևանը իմ քաղաքն է, ես Սևանը շատ եմ սիրում, նաև կարող եմ ասել մեր Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության ակտիվ անդամների անունից նաև, որովհետև մեր քաղաքն է, մենք պետք է ամեն ինչ անենք, ջանք ու եռան չխնայենք, որպեսզի մեր քաղաքը ավելի ակտիվ լինի, բարեկեցիկ լինի եւ երիտասարդներն չթողնեն գնան արտագնա աշխատանքների, մնան մեր քաղաքում։ Մանուկյան Սովերտ ջրամոտորային սպորտի աշխարհի չեմպիոն ռեկորդսմեն, բազմակի չեմպիոն սովետական նախնիության։ Ես այսօր իմ հայրենիքում եմ գտնվում եւ հպարտ եմ ուրախանում եմ մեր բոլոր հյուրերի գալի բարուստը։ Այսօր ես Սևան քաղաքը նշում է իրեն 170-ամյակը եւ իհարկե դա դեռ քիչ է Սևանի համար։ Սևանը եղել է կա, տվել է բազմակի անճար մարդիկ, գիտնականներ, պրոֆեսորներ, սպորտի գծով միշտ փայլերա եւ կփայլի։ Բոլորին բարի տոնակատարություն։ Я от имени посольства представительства Россотрудничества искренне поздравляю севанцев с сегодняшним 170-летием. Շնորհավորում եմ բոլորին։ Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը դարավոր է ու փոխադարձ է վստահությունը։ Վկան այսօրն է, վկան այն տասնամյակներն են, երբ մենք ձեր երկրում էինք կառուցում, դուք մեր Ռուսաստանում։ Մենք հպարտ ենք, որ թափանցիկ են մեր հարաբերությունները եւ արդի շրջանում, տնտեսական, քաղաքական, մշակույթի, առհասարակ բոլոր ասպարեզներում։ Ու ամենակարևորը, երկուստեք ենք հոգում մեր ժողովուրդների անվտանգության, մեր սահմանների մասին։ Այս ամենով հանդերձ է, որ նման տոնական օրերին կարողանում ենք սրտանց շնորհավորել միմյանց։ Еще раз поздравляю севанцев с праздником, желаю доброго здоровья, благополучия во имя процветания двух наших стран и народов. Խորհուրդը մեծ է, համայնքը սքանչելի ավանդույթներ ունի արդեն, համայնքը տարբեր շերտեր, գույներ ունի, պատմական, մշակութային եւ այս ամենը նորից մատուցվում է մեր ժողովրդին։ Վերստին ապրելով այս ուրախությունը մաղթում եմ մեր քաղաքացիներին, մեր համակարգացիներին, սևանցիներին, կորով ուժ եռանդ եւ ամենակարևորը հիշեն, որ իրենք մեր իմաստուն, հավատքով, ստեղծագործ, արարող նախնյաց ժառանգորդներն են եւ այդ ամենը որպես իրենց սեփական ժառանգություն ստացել են եւ պետք է պահպանեն ու ավելացնեն եւ Աստված իրենց էլ պահպան լինի ամեն։ Հպարտ եմ, որ սևանցի եմ, որ Սևանի դուստր եմ։ Հպարտ եմ, որ ունեմ այսպիսի ժողովուրդ, ավանդապահ, ավանդույթներով հարուստ։ Հպարտ եմ, որ Սևանը տվել է անվանի մարդիկ։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի բարեկամներ։ Երբեք չտխրեք կամ չընկճվեք, որովհետև դուք եղել եք հպարտ ու պիտի մնաք հպարտ։ Իսկապես շնորհավորում եմ բոլորիդ։ Սիրելի հայրենակիցներ, սևանցիներ, սիրելի իմ քաղաք։ Բոլորիդ ես շնորհավորում եմ ամենից առաջ այս գեղեցիկ տոն միջոցառումը ստեղծելու համար։ Ես երախտիկի խոսք եմ ուղղում հավանաբար նաև իմ լուսահոգի ծնողների կողմից, ինչու՞ չէ նաև իմ պապերի, տատերի կողմից, բոլոր այն մարդկանց, ովքեր որ այս նախաձեռնությունը հեղինակել եւ իրագործում են այժմ։ Ինձ համար, մեզ համար շատ հաճելի մի անձնավորության, մեր մանկության տարիների ընկեր Ռուդիկ Ղուկասյանի, որը իրականություն է դարձրել հավանաբար շատ ու շատ սևանցիների իղձ ու երազանք, Հայաստանի ինչու՞ չէ, չվախենանք ասել նաև աշխարհի շատ քաղաքների նման իրենց սեփական տոնը ունենալու գաղափարն ու իմաստը։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել այդ տոնի առիթով 170-ամյա մեր գեղեցիկ քաղաքի, մեր համար հարազատ քաղաքի, մեզ համար քաղաքի, որը մեր մանկությունն ու պատանեկությունն է ձևավորել։ Եվ ես ուզում եմ լիահույս լինել, որ հաջորդ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ին այս միջոցառումը եթե դառնալու է ավանդույթ, իսկ այս ավանդույթներով են քաղաքները նաև հզոր ու գեղեցիկ, հուսով եմ, որ մենք ականատես կլինենք շատ ու շատ ընտանիքների, որոնց թիվը ես ասում եմ եղել է եւ այժմ էլ անչափ շատ է Սևան քաղաքում։ Շնորհակալություն եմ հայտնում։ Պարոն Ղուկասյան, սիրելի սևանցիներ, շատ մեծ պատիվ է մեզ համար եւ
եղբորս հետ միասին, Մխիթար Մնացականյանի հետ միասին, վեհանում եմ ես Մնացականյան, ավակ որդին, իմ երկու քույրերի հետ, որոնք Երևանում են, նրանց հետ միասին մեզ թույլ եք տալիս մեր լուսահոգի մայրիկը մի բանկապարտեզ էր ղեկավարում, հիշողությունս տավաճանում է երևի, ես չգիտեմ ինքը երևի առաջինը չէր, գուցե շարունակող էր, բայց համերայնտեպս հիմնադիրներից երևի մեկը, որը հիմա եթե չեմ սխալվում, համար 3-րդ բանկապարտեզ է կոչվում, մեր համեստ հովանավորությունը ունենալ այդ բանկապարտեզի բարեփոխումների գործին։ Նորից բոլորիդ եք շնորհավոր եւ շնորհակալություն։ Այսօր մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել նաև մեր այն հայրենակիցներին, ովքեր արտերկրում են, սակայն չեն մոռանում Սևան քաղաքի եւ սևանցիների մասին եւ մտածում են հոգ տանել նրանց մասին։ Նրանցից այսօր քաղաքի տոնահանդեսին մասնակցում են Տեր-Երտեկին, Ավետիք եւ Այդա Մարգարյանները, ովքեր Արցախյան ազատամարտիկների 35 ընտանիքի նյութական աջակցություն ցուցաբերեցին։ Շնորհակալություն ձեզ։ Ցուցաբերած աջակցության համար Ավետիք Մարգարյանը, երկրապահ կամավորականների միության նախագահ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանագրով պարգևատրվել է պատվոգրով։ Օրնանք լավագույն գերդաստաններին, ընտանիքներին, անվանի մարդկանց, սևանցիներին։ Նոր օջախ հիմնող ջահելությանը, ծանրաբեր աշնան մեղավորներին, բյուր օրնանք հղենք ոչ միայն հացիվ, այլ գիր ու գրքի պաշտամունք բերող ու տանողներին։ Քաղաքը գրկենք, դառնանք սևանցի ու լսենք նրանց։ Սևանի Յակոբ Զարոբյանի անվան համար 2 հիմնական դպրոցը ողջունում է իր տաղավարի շուրջ, թույլ տվեք ներկայացնել մեր տաղավարը հիմնականում փորձել ենք նկարագրել մեր Սևանի հին Սևանի կոլորիտը, այն որ այսօր մենք տոնում ենք Սևանի 170-ամյակը, դա դեռ չի նշանակում, որ այստեղ բնակությունը եղել է հենց 170 տարի առաջ։ Պարզ է, պատմաբաններն եւ պատմությունը փաստում է, որ դեռևս Արգիշտի առաջինի Վանի թագավորության ժամանակ Սևան Նիավազանը որպես բնակավայր գոյություն է ունեցել։ Դրա փաստացի վկայությունն մեր այստեղ եղած բոլոր գտածոներն ու պեղումների արդյունքները։ Այսօր նոյեմբերի 10-ին Սևանի ծննդյան 170-ամյակին մի տեսակ ոգևորվածությունը համոքել է բոլորիս։ Ոգևորվածություն, որը այո, այսօր բարձր կարող ենք հայտարարել, որ յուրաքանչյուր սևանցի իր ոգևորվածությամբ ունի ներդրում է մեր այսօրվա բոլոր նույնիսկ գլխավոր ճանապարհի տաղավարների կառուցմանը։ Ընդամենը կուզեի, որ Սևանը ծաղկեր այնպես, որ ոչ մի սևանցի որպես աշխատող դուրս չգար երկրից, մեր աշխատուժը լիներ երկրում, սևանցին աշխատեր եւ ծաղկեցներ ոչ թե օտարի հողը, այլ մեր Սևանը ծաղկեր եւ զորանար, որպես եւ հանգստյան քաղաք եւ որպես մեր գեղամա երկրի լանջերին ծավալած այս փոքրիկ անկյուն։ Եվ ուրեմն քո զավակինն է ու քոնն է օրը քաղաք, պատվախնդիր, ասպնջական սևանցի հայն է այստեղ ապրում, քո ամեն օրը ամուր ափի մեջ։ Երեկոն իջավ հրավառության պերճ գույների մեջ, դարձյալ լեռնացավ, դարձյալ փոթորկվեց քաղաքի օրը, որ ծագեց բոլորի համար ու ամենքի մեջ։